Հայաստանին ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաներին հասանելիության տրամադրում։ Այսինքն, այդ խնդրի հետ կապված Հայաստանը պետք է շարժվի այն կանոններով, որոնք գործում են Միացյալ Նահանգներում եւ բնականաբար, եթե այդ ամեն ինչն ես դու վերցնում որպես հիմք, ուրեմն դու օրինակ այդ նույն Ռուսաստանին այստեղից դուրս ես մղում։ Անկախ այն բանից, թե մեր վերաբերմունքը ինչպիսին է Ռուսաստանի նկատմամբ, կան իրողություններ։ Առնվազն այն, որ դու փոխում ես տարածաշրջանում աշխարհաքաղաքական դասավորությունը, որովհետև այս տարածքում ավանդաբար Ռուսաստանը ունեցել է մեծ ազդեցություն։ Հիմա եթե դու շատ հարցերում դուրս ես մղում Ռուսաստանին եւ գալիս է Միացյալ Նահանգները, այդ նշանակում է իրողությունը փոխվում է կտրուկ։ Ինչ որ իրավիճակներում տեսականորեն կարող է եւ այդպես լինել եւ դա օգտակար լինել, բայց ո՞րն է շահը, այսինքն դրա փոխարեն Հայաստանը ինչ է ստանում։ Հայաստանը ոչինչ չի ստանում, բայց դառնում է այդ մրցակցության, որը դաժան դիմակայության է հաճախ հասնում, մեջ ընկած ինչ որ մեկը, որին երկու կողմներ առանց երկար բարակ մտածելու կարող է ոտնատակ տալ։ Համեմատելու չեն, ճիշտ է ոմանք ասում էին մի քանի տարի առաջ մենք էլ ենք պետություն, Ռուսաստանն էլ է պետություն։ Հա, իհարկե, տեսականորեն այդպես է, բայց հնարավորությունները, մարտահրավերները, դժվարությունները եւ այլն չի կարելի հաշվի չառնել։ Դրանք ծառայեցնելով ուրիշների ինչ-ինչ նպատակների ու շահերի ավելին, այստեղ խախտվում է նաեւ տարածաշրջանային հավասարակշռությունը։ Տեսանք ինչ եղավ Իրանի հետ հարաբերություններում, ճիշտ է հիմա խոսվում է, որ ամսի 19-ին այդ համաձայնագիրը պիտի ստորագրեն, այո, բայց ով կարող է ասել, որ 2 շաբաթ հետո որ շատ բան գլխի վար շուրջ չի գալու եւ նորից Միացյալ Նահանգները եւ Իրանը դառնալու են ողերիմ թշնամիներ, իսկ Հայաստանը Միացյալ Նահանգների համար ստեղծում է գերակայող դիրք մեր տարածքում։